Ջոն Բիվիր Գոդրել երկչոդությունը Վերջապան Ավարտելով այս աուդիոգիրքը ես կհորդորեմ ցեզի երբեք թույլ չտալ, որ նախկին ցախողություններեն որևէ մեկը ցեզի հետ քաշե։ Մի քնահատեր քու աբական քու անցյալով։ Եթե դու այդպես ընես, երբեք քու անցյալեն արչև չես երթար։ Կարևոր չէ թե որքան հաճախ ինգածես, միևնույնն է գա հաստատուն հույսմը, Աստված վախկոտներուն հաղթող դարձնելու մասնակետ է, հալելույա, անոր զորությունը կգործե դգարության մեջ։ Որպես քաչալերանքի օրինակը քննենք Սիմոն Պետրոսի եղբոր Անտրիասի կյանքը։ Այն գիշեր, երբ Հիսուսին ցերպակալեցին, բոլոր աշակերտները անոր ցկեցին փախան։ Մատթեոս 26:56։ Պետրոսը միակը չէր, որ վախցավ, Անտրիասը եւս իր կյանքը փրկելու համար փախավ։ Մինչդեռ վախկոտության այս քայլը չի նշանակեր, որ Անտրիասը վախկոտ պիտի մնար։ Հիսուսի հարութենեն ետք Անտրիասը քարոզեց Եթովպիո մեջ, որ կգտնվեր Հռոմի տիրապետության տակ։ Ահա պատմական քրարում, թե ինչպես Անտրիասը փառավորեց Հիսուսին։ Ֆոքսի աշխարհի քրիստոնյա նահատակները քիրքեն։ Երբ Անտրիասն իր չանասեր քարոզչության միջոցով շատերուն բերավ Քրիստոսի հավատքին, Գարավարիչ Էքիասը թույլտվություն խնդրեց Հռոմի սենատեն բոլոր քրիստոնյաներուն բռնի ուժով զոհաբերել ի պատիվ հռոմեական գուրքերուն։ Անտրիասը մտածեց, որ ան պետք է թիմադրե Էքիասին, երթա եւ ըսե անոր, որ մարդոց թադավորը նախ պետք է ճանչնա եւ երկրբակե իր երկնային թադավորին։ Անտրիասն ասավ, որ երկրբակելով ճշմարիտ Աստուծուն, Էքիասը պետք է հեռացնե բոլոր գեղձ աստվածներուն եւ վերացնե գուրքերուն իր մտքեն։ Էքիասը Անտրիասի վրա փարգացած կպահանջեր գիտնալ, թե արդյոք անիկա էր այն մարդը, որ վերջերս խառնաշփոթ ստեղծած էր աստվածներու տաճարին մեջ եւ մարդոց կհամոզեր քրիստոնյա դառնալ, իսկ քրիստոնեությունը սնահավատ աղանդ էր, որ Հռոմի մեջ ճանչված էր անօրինական։ Անտրիասը պատասխանեց, որ Հռոմի կառավարիչները չէին հասկնար ճշմարտությունը։ Աստուծո որդին, որ եկավ աշխարհի մարդոց համար, սորվեցուց, որ հռոմեական աստվածները թևեր են, մարդկության թշնամիներ, որոնք կսորվեցնեն մարդոց վիրավորել Աստուծո եւ ադոնց պատճառով Աստված կհեռանա մարդոցմե։ Ձարայելով թևին, մարդիկ գինան ամեն տեսակի չարության մեջ, կսեր Անտրիասը, եւ մահանալեն ետք բացի չար արարքներեն ուրիշ ալ ոչինչ կհիշվի։ Գուսակալը հրամայեց Անտրիասին երբեք չքարոզել այս բաները, հակառակ բարակային անմիջապես կխաչվեր։ Ասկե ետք Անտրիասը պատասխանեց. Ես պիտի չքարոզեի, որ խաչը բադիվ եւ պարք է, եթե վախնայի խաչի մահեն։ Անդադաբարդվեցավ խաչելության, նոր աղանթի ուսուցման եւ հռոմեական աստվածներու գրոնը մերժելուն համար։ Անտրիասը գնաց մահապատիժի վայրը եւ տեսնելով իրեն սպասող խաչը, չփոխեց իր թեմքի արտահայտությունը եւ ոչ ալ հրաժարեցավ իր ըսածներեն։ Մահապատիժի երթալու ժամանակ Անտրիասը չգործընծուց գիտակցությունը, ինչպես ադիկա կպատահի մահվան կացող մարդոց հետ։ Ան ըսավ. «Օ, երկար սպասված եւ ցանկալի խաչ, մտքով պատրաստ ուրախությամբ լեցված եւ մեծ ցանկությամբ ես կուքամ քովդ։ Ես անոր աշակերտն եմ, որուն կամեցին խաչի վրա։ Ես միշտ սիրած եմ քեզ եւ փափաքած եմ փաթթվիլ քեզի»։ Ասիկա այն նույն մարդը չէր, որ իր կյանքը փրկելու համար փախավ, երբ Հիսուսին ցերպակալեցին, ամփոխված էր։ Փաստորեն, բոլոր աշակերտներն ալ, որոնք փախան, վերջավորությամբ սպաննվեցան Հիսուս Քրիստոսի վկայության համար։ Աստված անոնց արտոնություն շնորհեց հանդիպելու ճիշտ այն բանին, ինչեն փախան։ Վտանգելով իրենց կյանքերը, աշակերտները գոդրեցին երկչոդության զորությունը։ Մենք կմխիթարվենք այն բանի գիտակցումեն, որ անորցեր մեջ սկսավ այս բարի գործը, կգադարեալ մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Փիլիպպեցիս 1:6։ Աշակերտներուն կյանքը մեզի կվկայե այն մասին, թե ինչպես Աստված մեր ցախողումները կվերածե հաղթանակներու։ Մի նահանջեր
այլ խիզախիր հավատալու այն մեկուն, որ սիրեց քեզ եւ իր անձը տվավ քեզի համար։ Եկուր միասին աղոթենք։ Հայր, Հիսուսի անունով ես կխնդրեմ քեզի, զորացուր ինձի քու սիրո եւ իմաստության միջոցով։ Ները ինձի, որ նահանջած եմ դժվարության բահերուն իմ սեփական հարմարավետությունն ու ապահովությունը պահպանելու համար։ Տեր Հիսուս, այսօր ես կընտրեմ մերժել իմ անձը, վերցնել իմ խաչը եւ հետևել քեզի։ Ես քու ծառան եմ, ես կընդունիմ քու շնորհքը, որ գզորացնե ինձի, որբեսի ես կարենամ խոսիլ քու խոսքը եւ կատարել քու կամքը ամենայն համարձակությամբ ու սիրով։ Այժմ ըսե վախի եւ վերահսկողության հոգին։ Ես կքանթեմ վախի եւ վերահսկողության խոսքերը, որոնք իմ կամ ուրիշներուն կողմեն հռչակված են իմ կյանքին վրա։ Ես կքանթեմ մարդու վախի կապանքները իմ կյանքին մեջ։ Խավարի բիղծ հոգիներ, ես կհագարագիմ ցեզի եւ իմ անձը կհնազանդեցնեմ Աստուծո։ Իմ կյանքին մեջ դուք դեղ չունիք, հեռացեք իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Եվ անոր, որ գրնա անարատ բահել ցեզ եւ անգեղծ գեցնել իր փառքի առջև ամպից ցնծությունով։ Այն մեկ իմաստուն Աստուծո եւ մեր փրկիչին, մեր Տեր Հիսուս Քրիստոսով փառք եւ մեծություն, զորություն եւ իշխանություն բոլոր թարերեն առաջ եւ հիմա ու բոլոր թարերուն մեջ։ Ամեն։ Հութա 24:25